Ախպեր ջոկում ես, մի $1000 փող լինի։ Հա, ասենք լինի։ Ինչ պիտի անես։ Դե մի հատ ցվետոյ տելևիզոր կառնեմ, iPhone, MyPhone, կերթամ քաղաք կապրիմ, Երևան։ Դիքորնել գնաց քաղաք, իջ խերվավ։ Դիքորը քաղաք չէր ուզում, համփոն զորով տարավ։ Տո դու ուր, քաղաքը ուր։ Կերթաս քաղաք ու կկորիս։ Խելքիդ տիրություն արա այդ տղա։ Մեկա, ես գյուղում չեմ մնալու, հենց եկուցել գնալու եմ քաղաք։ Գնացեք շան տղերք, գյուղը դատարկվել է, բոլորդ գնացեք։ Էշին էլ հետըտ տար, որ քոր ու փոշման հետ գալուց ոտքով չգաս։ Տիգրան ջան, քո հայրը նույնպես գնաց Ռուսաստան աշխատելու։ Հետո ինչ։ Հետո դատարկ գրպանով 5 տարի անց հետ եկավ։ Պապ ջան, ախր սա ինչ կյանք է, գոնե մեկին մատով ցույց տուր, որ գյուղում հարստացել է։ Հենավերին թաղի Համլետը ինչ վատ է ապրում։ Ախր ով երկու կով ունի ասում եք հարուստ է։ Որոշել եմ, պիտի քաղաք գնամ, աշխատեմ։ Բոլորիդ համար լավ կլինի։ Մամ, իմացար Տիգրանը գյուղից քաղաք է գնում։ Ջանդամին թե չի գնում։ Քեզ ինչ։ Եթե Տիգրանը գնա, ես չեմ ապրի գյուղում։ Աստված քո հետ, բարի լինի ճանապարհդ։ Շտեղ ես քինում։ Ինչ չհասկացա։ Ասում եմ, որտեղ ես քինում։ Գնում եմ Երևան աշխատեմ։ Որ ոտքով քինաս, 90 տարեկանում կհասնես։ Նստի տանը։ Լսի, Նիկոլը վենդավ Գյումրիից քինաս Երևան վարչապետ դառավ։ Կարող է ուզում ես վարչապետ դառնաս։ Ինչ լավ ավտո է։ Ինչ արժի սենց ավտոն։ Ապեր, էսի սովորական ավտո չի է։ Էսի սպեցզակազա։ Հա, հարցնում եմ, ինչ արժի։ $1000։ Ախպեր ջոկում ես, մի $1000 փող լինի։ Հա, ասենք լինի։ Ինչ պիտի անես։ Բա Երևանում մոտ ես գնում։ Ոչ մեկին։ Գոնե ձեռդ դրամ կա։ Հա, 2000 դրամ ունեմ։ Տեսնես ուր հասավ Տիգրանը։ Ես չեմ հասկանում։ Դու ինչ կապ ունես Տիգրանի հետ։ Ոչ մի կապ։ Բա ինչի ես լացում։ Չգիտեմ, մամ, չգիտեմ։ Անուշ ջան, չլինի սիրահարվել ես։ Լավ էլի, մամ։ Ախպեջյան, հասցե ասա մի հատ, ուր տանեմ քեզ։ Կենտրոնում թողեք, մի հյուրանոց կճարեմ։ 2000 դրամով դու կենտրոնում դաժե ազատ սկամեյկա չես ճարի։ Մի բան կանեմ, հոպար ջան։ Արի ես ին վիզիտ կեն թողնե, որ հանկարծ օգնելու հարց լինի զանգի։ Շատ բարի հոպար ջան, բայց ես հեռախոս չունեմ։ Տղա ջան, հացի փող տուր։ Աստված քեզ պահապան։ Ռայոներից ես եկել։ Հա, գյուղից եմ եկել, որ գումար աշխատեմ, էլի կօգնեմ։ Աստված քեզ պահապան։ Անուշ պատմի, ինչ կապ ունես Տիգրանի հետ։
Բարի երեկո։ Ինչով կարող եմ ձեզ օգնել։ Բարև ձեզ։ Ինձ կացարան է պետք մինչ լուսաբաց։ Իհարկե, մեկ օրվա արժեքը 70,000 դրամ։ 1000 դրամով ոչ մի տարբերակ չունեք։ Ունենք։ Կարող եմ սուրճ առաջարկել։ Բարև ձեզ։ Ինձ աշխատանք է պետք։ Բարև ձեզ։ Մեզ աշխատող պետք չէ։ Ձեր համար մենք աշխատանք չունենք։ Ինձ աշխատանք է պետք։ Մենք կմտածենք ինչ աշխատանք կարող ենք ձեզ առաջարկել ու կկապնվենք ձեր հետ։ Հեռախոսի համար թողեք։ Արի ես ին վիզիտ կեն թողնե, որ հանկարծ օգնելու հարց լինի զանգի։ Շատ բարի հոպար ջան, բայց ես հեռախոս չունեմ։ Պիտի չթողնեիր Տիգրանին քաղաք գնա, հիմա ոչ մի նորություն չունեմ։ Այ կնիկ մարդ, հանգիստ եղիր, Տիգրանը խելացի տղա է, չի կորի քաղաքում, ամեն ինչ լավ կլինի։ Կոնե խելքը կտրի, ինչ որ մեկի հեռախոսով զանգի։ Հիմա Տիգրանը Երևանում կայֆերի մեջ է։ Բարև ձեզ, ինձ աշխատանք է պետք։ Երևում է, որ լավ տղա ես։ Հենց հիմա գնա ու անցիր աշխատանքի։ Անչափ շնորհակալ եմ։ Տղա ջան, որտեղացի ես։ Ես Սյունեցի եմ, Շրվենանց գյուղից։ Ես վալը գնում եմ Շրվենանց, ինչ որ բան պետքա փոխանցեմ։ Հա, նամակ ունեմ փոխանցելու։ Շեֆ ջան, այս գյուղացի տղային որ նոր ենք ընդունել աշխատանքի, տրակտորի պես աշխատում է, 100 բանվորի գործ է մենակով անում։ Ուրեմն ամսվա վերջ 100 տղամարդու աշխատավարձ կտակ։ Ես տեսա, որ անտեր Շանը մենակ չի թողել, անգամ տնակ է սարքել Շան համար։ Սիրելի Անուշ, իմ մոտ ամեն ինչ լավ է, ես արդեն կարոտել եմ քեզ, եթե կարող ես, սպասիր իմ վերադարձին, ես մի օր կգամ քո ետևից, ամեն ինչ լավ կլինի։ Տաճ ջան, բարև։ Վայ, Տիգրանըշա, քորանամիր։ Պատմի տեսնեմ, ոնց ես Տիգրան ջան։ Լավ եմ տաճ ջան, ես արդեն աշխատանք ունեմ, շինարար եմ։ Երևի շատ ես չարչարվում բալես։ Չէ տաճ ջան, ամենահեշտ գործերը ինձ են տալիս։ Շնորհակալ եմ, որ տրամադրեցիք ձեր հեռախոսը։ Դա արդեն ձեր հեռախոսն է, Տիգրան։ Ախպերս արի մի կտոր հաց կեր։ Շնորհակալ եմ, ես սոված չեմ։ Լսել ես, որ շեֆը այս գյուղացուն 100 տղամարդու աշխատավարձ է խոստացել։ Արա դե անարդար է էլի ես կյանքը։ Շեֆ ջան, գրպանիցս հանդերձարանում 20,000 դրամ են գողացել։ Մինչև այս Տիգրանի գալը նման բաներ չկար։ Հլա կանչեք մոտս Տիգրանին։
Տիգրան, գողացած գումարի հետ կապ ունես։ Տիգրան, գողացած գումարի հետ կապ ունես։ Ես էլ մտածում եի, շնորհքով տղա ես։ Ալո։ Արսեն, կարող ես գալ իմ ետևից։ Հա Տիգրան ջան, հասցեն ասա հենց հիմա կգամ։ Բա ինչի չասեցիր, որ դու չես գողացել։ Քելը հետ գնաք ցույց տուր այդ եզին, տամ կիլոխը կոտրի։ Ես վեր վայևատ եմ լանում դրանք շտեղեն լա, ես քեզ նման սուսիկ փուսիկ չեմ, նաղդ ես դրանց նակազատ կանիմ։ Չհասկացամ։ Ախոխա, կլխատ պակասես, մի ժամը խոսում եմ, ասում եմ չհասկացա։ Տիգրանս Երևան շատ բարձր աշխատավարձով աշխատանք է գտել։ 3 զանգել էր, ասում է շատ լավ է։ Ասում են Տիգրանը Երևանում ուժեղ գործերի մեջ է։ Տենց է աղբեր, գնում հարստանում են մանկական ընկերներին մոռանում են։ Պատկերացրու գնանք Երևան Տիգրանի մոտ։ Սենց նայի մեզ։ Ասի ապեր, ծանոթ ենք։ Վաղը գնալու եմ շենամեջ ու ասեմ իմ փեսացուն մայրաքաղաքից է։ Այ աղբես չմտածես, լոխ լավ անելու։ Ալո։ Բարև ձեզ Տիգրան։ Լվացվիր, քեզ կարգի բեշ։ Ես քեզ կտանեմ։ Շորերդ էլ փոխի։ Բայց ես ուրիշ հագուստ չունեմ։ Արի իմ շորերից մի բան հագի։ Հո տենց չես գնալու օֆիս։ Սրանք որտեղից իմացան իմ հեռախոսի համարը։ Որ դիմել էի աշխատանքի համար, հեռախոսի համար ուզեցին, ձեր վիզիտկան թողեցի։ Սենց լավ է։ Հա, դե քո տրակտորիստի շորերից հաստատ լավն է։ Տիգրան, օֆիսում դու բան չխոսաս։ Ես գրագետ պատասխաներ կտամ, վգիդան վեճ փախած դեմքեր ենք։ Բարև Տիգրան։ Ես ծանոթ եք իրար։ Տիգրան, ես գիտեմ, որ դու արդար տղա ես ու գողության հետ ոչ մի կապ չունես։ Ես դրանց հեռացրել եմ աշխատանքից, վաղվանից սպասում եմ աշխատանքի։ Եկեք միջնորդավճարի համար պայմանավորվենք։ Կարծում եմ բավարար է։ Պարոն Ալեքսանյան, կոնկրետ աշխատավարձի չափը կասեք։ Ամսական 3 միլիոն դրամ, Տիգրան։ Ես համաձայն եմ, բայց մի պայմանով։ Իմ ավագ ընկերոջը, Արսենին, նույնպես պետք է ընդունեք աշխատանքի, նույն պայմաններով։ Ես համաձայն եմ։ Արա Տիգրան, բայց դու ինչ դեմք ես։ Հունցա է խելք կտրալ իմ համար էլ ասեցիր։ Մոզգ ես դու, մոզգ։ Տիգրան, բայց զգացիր, որ դրանք ինձ տեսան լցել էին տակները։ 3 միլիոն դրամ այ աղբեր, դու հասկանում ես դա ինչ փող է։ Մի աշխատավարձով 6 հատ էս ժիգուլուց կարաս առնես այ աղբեր։ Տիգրանս ոչ մեկի նման չի։ Էդ է իմ հույսը։ Երբ լինի գագյուղ, շատ եմ կարոտել։ Եկել ենք ձեր աղջկա ձեռը ուզելու։ Ես աղջիկ չունեմ ամուսնացնելու։ Կարող ենք ներս մտնել Արմինե ջան։ Ոչ, հեռացեք աչքս չտեսնի ձեզ։ Ես նշան ունեմ։ Անուշ, չհասկացա, որտեղից քեզ մատանին։
Մամ, դաշտում պատահական Տիգրանի տատիկին տեսա, հանեց գրպանից մատանին ու նվիրեց։ Ախպեր աշխատավարձը ստանամ, մի քիչ մանր պարտքեր ունեմ, տան պրծնեմ։ Տիգրան ջան, վերցրու հեռախոսը, զանգի մամայի հետ խոսա։ Իմ մայրի երկնքում եմ։ Ես ապրում եմ տատիկիս ու պապիկիս հետ։ Իսկ հայրդ ուր է։ Չգիտեմ։ Աշխատանքից հետո գնանք մի քիչ քայլենք քաղաքում։ Մեծ սիրով։ Շեֆ ջան, այսօր ռեկորդ ենք խփել։ Մի ամսվա պլանը մի օրում կատարել ենք։ Սենց որ գնա միջև տարվա վերջ կվերջացնենք շինարարությունը։ Ինչքան ասես թափառել է մեր կնքի տակ Երևանը Արա կարող է մի քիչ արագ անցնեք, թե պերեբոյա տվե։ Թե իջնեմ բրթեմ, որ խոդ ընկնեք։ Տիգրան, զանգիսը քո սրա, ասա թող պատրաստություն տեսնեն։ Ով է ծեծի ենթարկել քաղաքացուն։ Ես եմ ծեծել։ Արսենը ընդհանրապես կապ չունի այս պատմության հետ։ Եթե Արսենը կապ չունի, ինչի եք բերել, բաց թողեք։ Պարոն Ալեքսանյան, Տիգրանին փռնալեն տարալ փակալ, մի պեները աղբորպես խոխին թողեն։ Արսեն էլի առանց թարգմանիչ ես եկել։ Դե հիմա նույն բառերը կրկնի, բայց որ հասկանամ։ Պարոն Ալեքսանյան, Տիգրանին բռնել են, ոստիկանությունում է։ Խի ինչ է արել, որ բռնել են։ Ինքը չի արել, ես եմ արել։ Բա որ դու ես արել, ինչի են Տիգրանին բռնել։ 50 տարի է մեր գյուղը ճանապարհ չունի։ Քո նման գիտես ինչքան տեխնացուներ են եկել ստել ու կորել անվերադարձ։ Մենք շատ բան չենք ուզում, ջուր ու ճանապարհ։ Մնացածը մենք ինքներս կանենք։ Որ ինձ ընտրեք, ես ձեր գյուղը դրախտ եմ սարքելու։ Ժամանակին գյուղը 4000 բնակիչ ուներ, հիմա 70 բնակիչ։ Մենք գործարաններ կսարքենք գյուղում։ Էլ մի ամբաղ զամբաղ խոսա։ 50 տարիա մի ջրի հարց չեք կարողանում լուծել։ Գործարան սարքողից նայեք։ Բարև ձեզ։ Գիտես ինչքան եք սպասել, մենակ թե չասես, թե բլոտ խաղալ չգիտես։ Մի հատ ծխես։ Շնորհակալ եմ, ես չեմ ծխում։ Ճիշտ ես անում, ծխելու մեջ լավ բան չկա։ Դե պատմի։ Զաքարյա, ինչքան պետքա կտամ։ Մի բան արա, բաց թող Տիգրանին, գործերս կայնել է։ Ալեքսանյան, հիմա սաղ սիստեման փոխվել է։ Էլ առաջվանը չի, ոչ մեկ չի կարա քեզ օգնի։ Ովա գժվել գումար վերցնի։ Տիգրանը մի բան գիտեր, որ մեղքը վերցրել է իր վրա։ Հարգեցի, խելացի պլան ես մշակել։ Ես մի բանի վրա եմ զարմանում, այդ փոքր գլխիդ մեջ ոնց է այդքան մեծ ուղեղ տեղավորվել։ Համոն նոր քաղաքից եկավ, ասում է Տիգրանին տարել են ոստիկանություն։ Ոնց որ գողություն բան արել։ Մանուշի թորանը բանտարկել են։ Գյուղում խոսակցություն է գնում, ոնց որ գողությունով ազբաղվում Երևան։ Արմինե ջան, տեսար ինչ եղավ։ Էդ քո փեսացու կոչեցյալը հանցագործ է։ Արի, ծոցիդ քարերը դատարկի։ Անուշին ուզենք մեր Զավենին։ Ինչ եք խոսում, չեմ հասկանում։ Խի չգիտեք, որ Տիգրանին բանտ են տարել։ Չեմ հավատում։
Դուք էլ նստած տենց մի բանի եք սպասում։ Եթե այս աշխարհից երեսին մի տղամարդ մնա, ու այդ տղամարդը ձեր զավենը լինի, մեկա, չեմ տա աղջկաս։ Հլա շուտ այդ Տիգրանին ու տուժող Նիվայի վարորդին բերեք մոտս։ Տուժող, ձեզ մարմնական վնասվածք հասցնողը այս երիտասարդն է։ Ոչ, Զաքարյան, ինձ խփողը տարիքով տղա էր։ Ստացվում է, որ դուք ոչ մի իրավական հիմք եւ իրավունք չունեք այլևս ինձ այստեղ պահելու։ Ինչքան ասես թափարել է մեր կնքի տակ Երևան Այ քեզ աֆերիստ շան տղա, բայց ես էլ կուզենայի Տիգրանի պես ընկեր ունենայի։ Եփե կյանքի ճամփաներով Ես նիվեկը չվերացող են, որովհետև իրանք շատ են, նիվիստներ, արա ոնց եմ ես հոգնել ձեզնից, են որ գալի, բիբիբ, կման, աշոլո, յո, նիվիստներ, հատուկ, արնեմ ու թերնեմ, տանայ, տինանի, նայ, Լավ ձայն ունեք։ Դե փող տուր։ Բայց ես գումար չունեմ։ Բա հիմա ես ինչ անեմ։ Ախպեր, բա ոնց ազատեցին։ Ալեքսանյանի կապերը պատ են ծակում։ Ապրի Ալեքսանյանը, ես տենց էր գիտեի։ Արսեն Շունը ուր է։ Ուղարկել եմ գյուղ, Անուշին։ Քո անունից սյուրպրիզներ եմ ուղարկել, որ իմանա դու Պոլնի դզված ես։ Մի րոպե, դա դեռ ամենը չէ։ Տիգրանի կողմից։ Այսօր աշխատավարձի օրն է։ Եթե Ալեքսանյանը աշխատավարձը չտա, հորս արև սաղ շենքը քանդելու են։ Տղերք, ձեր աշխատավարձը Ալեքսանյանն է տալու։ Այս Ալեքսանյանը կարող է մի պրիչին փռնի վեր փողերը չտա։ Շեֆ ջան, աշխատավարձի համար ենք եկել։ Իհարկե։ Տղաներ, ոնց որ խոստացել էի, գումարը ծրարների մեջ է, ապրեք։ Պարոն Ալեքսանյան, այս գումարով կարող ենք գյուղի ճանապարհի ու ջրի հարցը լուծենք։ Ոչ, Տիգրան, սա չնչին գումար է նման մեծ գործ անելու համար։ Այնպես որ վերցրու աշխատավարձը, կհավաքես, ու հետո կանդրադառնանք այս հարցին։ Լսում եմ շեֆ ջան։ Արտուր, լսի ինչ եմ ասում, ինչքան տեխնիկա կա, պատրաստի որ առավոտ ուղարկենք Շրվենաց ճանապարհի ու ջրի հարցը պիտի լուծվի։ Այ ախպեր, 1000-ից մեկ փող անկել ձերքներս, գնանք մի լավ կայֆավատ լինենք։ Ես գնում եմ հյուրանոց, առավոտյան վարձով տուն պետք է փնտրեմ։ Որ գումար աշխատեմ, էլի կօգնեմ, Աստված քեզ պահապան։ Բարև ձեզ։ Ինձ կացարան է պետք, մինչ առավոտ։ Հա, իհարկե, հիմա գինը կասեմ։ Ես գիտեմ, 70,000 դրամ։ 1000 դրամով ոչ մի տարբերակ չունեք։ Ունենք։ Կարող եմ սուրճ առաջարկել։ Ես հիմա մանր կտամ։ Պետք չէ, ձեզ սուրճ կգնեք։ Արսենը դժականա Arsenal մեր ախպերնա
որ խնդրեմ, ձեր հեռախոսը կդրամատրեք, միտեղ պիտի զանգեմ։ Իհարկե։ Տիգրան, ես ուր եմ։ Արսեն, բայց ես պիտի այդ հարցը տայի։ Գնամ տուն, շորերս փոխեմ գամ։ Ոնց որ իմ բողոքներս հասելա կառավարություն։ Եկել ենք ձեր ճանապարհի ու ջրի հարցը լուծենք։ Դեպուտատները այս անգամ չխաբեցին։ Աստված իմ աղոթքներս լսեց։ Ես գնում եմ վարձով տուն նայելու։ Ինչ արժե ամսական վճարը։ 420,000 դրամ վճարը, ուղիղ այդքան էլ միջնորդավճար։ Ես համաձայն եմ։ Պատկերացրու, չէի ուզում հանձնեի, անկապ թիվ կրակեցի, համաձայնվեց։ Տիգրան ջան, մի բան խնդրեմ էլի, կարող ես միջև մյուս աշխատավարձը ինձ պարտքով 20,000 դրամ տաս։ Մի երկու պարտ կա էլի, տանեմ փակեմ։ Հա, կտամ։ Կանչելեիք պարոն Ալեքսանյան։ Տիգրան, ես արտասահմանից մեծ առաջարկ եմ ստացել շինարարության։ Ուզում եմ, որ դու գնաս։ Ես հայրենիքից դուրս չեմ կարող աշխատել։ Ուրեմն դու կմնաս այստեղ, այս ամբողջ շինարարությունը կկառավարես, ես կգնամ։ Ես կարող եմ լինել լավ բանվոր, բայց ոչ լավ ղեկավար։ Նշանակեք այնպիսի մարդու, ով ունի փորձ ու հմտություն կառավարելու։ Տիգրանը շաշկ ու կոնսերվատորիա է ավարտել, դաժե Ջեկի Չանին է գրել։ Դրա համար բոլորին գրեց։ Գիտեք ինչի չեմ խաղում ձեր այդ շաշկի, որովհետև որտեղ Տիգրանը սովորել է, ես այնտեղ դասախոս եմ եղել։ Как говорится, моя школа, էլի։ Սա ինչ է։ Գունավոր հեռուստացույց եւ լվացքի մեքենա։ Ուղարկողը Տիգրան անունով տղա է։ Վայ աման, աշա Տիգրան ջան, դրա ժամանակն է, դեռ ոտքի չի կանգներ տղես, արդեն մեր համար անհանգստանում է։ Տիգրանի սիրտը ուրիշ է։ Բարի թորնիկ ունեք, դե ես գնացի։ Լավ եղեք։ Գնալ չկա։ Մենք մեր հյուրերին մինչև կուշ չկերակրենք, բաց չենք թողնում։ Բա ինչ անեմ, որ Անուշը ինձ հավանի։ Այ մարդ ջհանդամին հավանի, փախցրու բեր։ Ես էլ չէի հորդ հավան, փախցրեց։ Ինչ է եղել, արդեն 22 տարի ապրում ենք։ Մամ ջան, ժամանակները փոխվել են, փախցնելու համար կդատեն, առաջվանը չէ։ Անուշ ջան, վերկած վեշերը հավաքի, վաղ առավոտյան գնալու ենք մայրաքաղաք։ Դու պետք է ընդունվես արվեստի դպրոց։ Պետք է դադարեցնեք անօրինական շինարարական աշխատանքները։ Ես ձեր հերն եմ անիծել, շան տղերք։ Ինչ սիրուն է Երևանը։ Շատ գեղեցիկ է։ Անուշ, կարող է հետ գնանք, քանի չենք կորել։ Ինչ խնդիր կա, ինչի չեն թողնու վերանորոգենք։ Դե ասում են անօրինական է։
թույլատրություն ա պետք։ Դե լավ, թողեք, եկեք։ Ես հիշում եմ մորս ցայնը սարերում Այ կնիկ, հավեսի ես ընկել։ Հարևանները կմտածեն, թե գժվել ես։ Դե հո ես չեմ լվանում, գցում ես մեջը ինքը լվում ա, ու հոգնել չունի, 50 տարիա ձերով եմ լվում, ապրի Տիգրանս։ Մանուշ ջան, ինչ կլինի մեր շորերը բերենք լվանք, շատ չէ։ Սաբել ջան, բերեք լվացեք, ոնց որ ես եմ լվացողը։ Տունս լվացքատուն սարքեց։ Բարև ձեզ։ Ինչ արժեկացանի մեկ օրվա արժեքը։ 50,000 դրամ։ Շնորհակալություն, ես կմտածեմ։ Ընդամենը 50,000 ունեմ։ Վերցնեմ։ Ոչ։ Բարև ձեզ։ Ինչ արժեկացանի մեկ օրվա արժեքը։ Բարև ձեզ։ 55,000 դրամ։ Դե հերիք է, գժվել եք։ Գնել չեմ ուզում, ընդամենը մեկ օր։ Կներեք։ Դուք էլ կներեք։ Հո չես ուտելու Անուշին, էդ ինչի չի թողնում հանդիպես։ Դե որ առանց հայրը մեծացել, դրա համար ավելի զգոն է, որ գողից ավել պակաս չխոսան։ Հիմա ինչ, ամեն օր ստրեչատրայոմա լինելու։ Դե լավ, տաքսին եկավ, գնամ ինձ կարգի բերեմ, կհանդիպենք։ Ախպեր, դու սենց մինայի է, որ տաքսի եմ քշում։ Ռուսաստան ես ուժեղ բիզնեսներ ունեմ։ Հլա YouTube-ում հավաքի Մոս Պետիկյան, երգերս լսի։ Բավականին հայտնի երգիչ եմ։ Ես հավատում եմ։ Բա ինչի եք տաքսի քշում։ Պրոստը կայֆի համար։ Արի տանեմ ամենաուժեղ ու ճանաչված բարբերի մոտ։ Վզգոն մի քիչ թանկա վերցնում, բայց քանդակում ա։ Հիմա անեց պրիչոսկա անեմ, որ դառնաս կինոյի տղեն։ Լավ ախպեր ջան։ Ապրեք, շատ շնորհակալ եմ։ Հիմա պիտի քեզ այդ դուքով խոսեմ այ կատաղած։ Անուշը վեր քեզ սենց տեսնա ասելու է, սրան տարեք իմ Տիգրանիս ետ պիրեք։ Տիգրան, որ մի մարդու հետ խոսում ես, ոչ մի պեն չի պատասխանում, ոնց է կոչվում այդ հիվանդությունը։ Ձեր անունը։ Անուշ։ Ազատ եք։ Դուք ընդունված եք արվեստի դպրոց։ Տիկին Արմինե, կարող եմ Անուշի հետ առանձնանալ ընդամենը 5 րոպեով։ Ոչ, Տիգրան, տեսնողը ինչ կասի։ Ամուսությունից հետո ինչ ուզում եք, արեք։
Երջանիկ լինեք։ Մանուշ ջան, մեղրը բեր։ Խնդրում եմ 1 րոպե լռություն։ Այսօր Շրվենաց գյուղում ուրախություն է։ Մեր Տիգրանը ստիպված, բայց սրտանց ամուսնանում է։ Եկեք խմենք զույգ ծաղիկների գենացը։ Տիգրանը մեր գյուղի պարծանքն է, իսկ Անուշը գեղեցկությունը։ Երջանիկ լինեք։ Ես էլ ունեմ նվեր, մեր զույգ ծաղիկներին։ Կանաչ լինի ձեր ճանապարհը, շնորհավոր լինի։ Դա դեռ ամենը չէ։ Մեր կոլեկտիվի կողմից որոշել ենք նվիրել բնակարան Երևանում։ Ալեքսանյան, որ ամուսնանամ, ինձ էլ կնվիրես բնակարան։ Արսեն ջան, որ ամուսնանաս կառնեմ։ Այ շանթուլա, էլ տեղ չկար ես մեծ գյուղում։